Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հազիվ էր Վահագն Խաչատուրյանը ընտրությունների մասին խոսել, արդեն սկսեց ընտրարշավը։ Իհարկե լավ է, որ այս լավ ծրագիրը շարունակում եք, որովհետև Գյումրիի ծրագիրը, գիտեք, վարչապետի փողոց էին կոչում, Ռուստավելի փողոցը կառուցվեց, հետո էլի նոր ծրագիր մշակվեց, գումարը բերվեց եւ դա շարունակեցիք իրականացնել։ Իհարկե շատ ճիշտ է։ Դիլիջանի մասին, այո, սկսեց Ռուբեն Վարդանյանը, որի ազատելու պահանջը ինչ-որ կառավարությունից ոչ վերջերս, ոչ էլ եւ համարը երբեք չեմ լսել, մանավանդ վերջերս չեմ լսել։ Ջինու կլաստերների ստեղծումը, մի օր մնալ անպայման, այդ ամբողջը ես կարծում եմ, որ բավականին լավ ժառանգություն եք ստացել եւ դրա վրա շարունակում եք, շնորհավորում եմ։ Սակայն չգիտեմ, պարոն Ղապան, դուք առաջի անգամ երբ եք եղել Մարմաշենում, վերջի անգամ երբ եք եղել, բայց Մարմաշենի վանքը երբեք լքված ու անտեր չի եղել։ Այո, ճանապարհի հետ կապված խնդիր է եղել, որի շուրջ որի կառուցման ֆինանսավորման մասին համաձայնությունը, եթե ոչ 17-18 թվականի սկզբին արդեն ձեռք բերված է եղել, իսկ կողքու այգու վերանորոգումը եւ տաղավարների տեղադրումը սկսվեց իրականացվել 2018-ի վաղ գարնանը, մարտ, ապրիլ ամիսներին։ Դրանից բացի անվճար ապահովագրություն ասեցիք, ես չգիտեմ, ենթադրում եմ, որ սա լեզվի սայթակում է եղել, որովհետև ուրիշ խնդիր է, որ ինձնից եւ ձեզանից արդեն 2 ամիս է 10,800 դրամ եք պահում, բայց այս նորա գնացել է ատանաբուժան, մարդիկ ասեցին, խնդրենք, չգիտենք, այս մեխանիզմը ոնց է աշխատում։ Դուք հարց ունեք։ Գիտեք, Տիկին Վարդանյան, եթե ասենք երկար ժամանակ Վարկային համաձայնագիր էր ենթադրում։ Ելույթի մասով խնդրեմ, ելույթի գրեմ։ Այսքան բոլորը այնպես հարց շատ է, հիմա հարցին եմ տալիս, շատ լավ, պարոն Պապյան։ 2.0 կետ, տոկոսադրույքը հաշվարկային դրույքաչափ է, գումարած փոխափոխական սպրեդը կամ այնպիսի դրույքաչափ, որը կարող է կիրառվել փոխարկումից հետո ընդհանուր պայմանների 3.02 բաժնի եկետի համաձայն։ Խնդրեմ ասել, որն է այդ հաշվարկային դրույքաչափը, փոփոխական սպրեդը ինչքան է կազմում, եւ այս թղթի մեջ, որը ներկայացված է 3.02 կետը, որտեղ կարող եմ գտնել։ Առաջի հարց, երկրորդ հարց, որովհետեւ չմոռանանք, որ սա ֆինանսավարկային հանձնաժողով է, իհարկե ինչի վրա է վարկը ծախսվելու շատ կարեւոր է, բայց քանի որ մենք դարձել ենք բանկի վարկային կոմիտե, եկեք նաեւ վարկի ֆինանսական մանրամասների մասին խոսենք։ Խնդրում եմ, այդ հարցին պատասխանեք։ Հաշվարկային դրույքաչափ կոնկրետ թվով, փոփոխական սպրեդ կոնկրետ թղթով եւ որ էջի վրա կարող եմ գտնել ընդհանուր պայմանների 3.02 կետը։ Մյուսը, նշեցիք, որ կան ենթակառուցվածքային ներդրումներ, ֆիզիկական ներդրումներ եւ կան փափուկ ներդրումներ։ Խնդրեմ կոնկրետ ասեք, ինչքան է գնում փափուկ ներդրումներին եւ ինչի վրա է դա ծախսվելու, ինչքան գումար է գնում ֆիզիկական ենթակառուցվածքների կառավարման վրա, ներդրման վրա։ Եվ երրորդ հարցը, գիտեք, ես նայել եմ մեր հանձնաժողովը ինչքան է անցկացրել, ուրեմն հերթական նիստեր, ինչքան արտահերթ նիստեր։ Դուք եք հանձնաժողովի նախագահ եղել, հիմա էլ 2 նախագահ ստեղ նստած են։ Դա նրանից չի եղել, որ հանձնաժողովը քվորում չի ապահովել, հանձնաժողովների նախագահները հավես չեն ունեցել 2 շաբթի առավոտ անեն, հերթական նիստերին նախորդող շաբաթվա 2 շաբթի առավոտ, այլ որովհետև կառավարությունը անընդհատ բերել է հրատապ ռեժիմով ինչ-որ բաներ։ Խնդրեմ ինձ հստակ պատասխանել, սա էլ մյուս հարցը, Տիկին Վարդանյան, ինչով է պայմանավորված կոնկրետ այս վարկային համաձայնագիրը արտահերթ ռեժիմով ներկայացվելը։ Ինչ փոխվեց կառավարության կյանքում։ Հղում է կատարում 2025 թվականին ամառը ստորագրված փաստաթղթի վրա։ Ինչի հնարավոր չէր սա բերել անցյալ 2 շաբթի։ Շնորհակալություն։ Պարոն Պապյան, մինչև հարցին պատասխանեք, պարոն Խաչատուրյան, ինչի բարկանում։ Ես ընդհանրապես հարցնում եմ, եթե հարց։ Չէ, որովհետև ստեղ ինչքան հասկացաք,
Արմավիրում մեջ մասում հյուրանոցները մնացած ամեն ինչ շատ կարևոր է հղում կատարելը գաղտնազերծ ներողություն գաղտնալսման վրա որը տենց էլ չի հիմնավորում ոչ վառած ավտոբուսների ոչ էլ սպանելու մասով այդ ամեն ինչը նորմալ է ուրեմն իմ մեկնաբանությունը ձեզ վրդովեց դա համար ես կոնկրետ խնդրում եմ պարոն Պապոյանը ես խնդրեմ կոնկրետ Պապոյանը թվերով այս ամեն ինչ պատասխան բայց ձեզ մի բան էլ ասեմ էլի կապված նախընտրական արշավի հետ մեր քաղաքական թիմը ընտրությունները լինելու հաջորդ օրվանից մտնում է քարոզարշավի մեջ պարոն Խաչատրյան այս որ մեզնից մի քիչ վերցնեք այդ մի լավ բաները վերցնենք լավ երբեմն հաջող լավ բանը վերցնել եք շարունակում եք լամար գովում եմ բայց հիմա կոնկրետ ասում եմ վարկի մասին կոնկրետ պատասխան եք լավ շնորհակալություն խնդրեմ եւ այդ 3%-ը մի հատ խնդրում եմ մաթեմատիկան արեք տեսնենք ոնց ստացանք դա եւ ինչի չկա ստեղ դա գրված շնորհակալություն պարոն Խաչատրյան նախ շնորհակալություն շնորհավորանքի համար մի քանի մտքերի անունով կարճ անդրադառնալ գիտեք գերիների մասով լավ լուրն այն է որ վերջերս 4 գերի է փոխանակվել երկու Սիրիացի աբեկ չէ 4 Հայաստանի Հանրապետության քաղաքացի է ազատ արձակվել Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացի եւ դա շատ լավ է եւ ես կարծում եմ որ Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացու ազատ արձակման համար Հայաստանի Հանրապետությունը պետք է անի անհրաժեշտ ամեն ինչ եւ արել է եւ ինչպես նաեւ մնացած բոլոր դեպքերում սա մեկ երկրորդը Մարմաշեն վանական համալիրի դեպքում շատ ուրախ եմ որ դուք ներդ արձանագրեցիք որ դա շատ հասանելի էր միայն լեռնային արահետներով կամ ինչով բանով կամ արկածներ որոնող մարդկանց համար եւ մնացած զբոսաշրջիկների համար դա հասանելի չէ եւ մենք հասանելի ենք դարձրել ես նաեւ լուսանկարներն եմ գցել թե ինչքան լուսավոր է այնտեղ գիշերը ինչքան գեղեցիկ է այնտեղ գետի ափին նաեւ այնտեղ արդեն ներդրումներ են արվել այսինքն սա նույնպես կարեւոր է առողջապահության ապահովագրության մասով ես կարծում եմ որ մենք բոլորս պետք է շատ ուրախ լինենք որ օրինակ 600,000 թոշակառու նպաստառու որոնցից կարծեմ արդեն 50,000-ը օգտվել են եւ մինչեւ տարվա կես կարող է պարզվի 300-400,000-ը կարող է օգտված լինեն այս ծրագրից ստացել են անվճար ապահովագրություն, այսինքն տատիկը, ներողություն, բուժօգնություն, տատիկը, որը 50 կամ 60,000 դրամ թոշակ է ստանում, 500 կամ 600,000 դրամանոց վիրահատության է ենթարկվում, դրա դիմաց վճարելով 0 դրամ, եւ սա կարծում եմ մեր քաղաքացիների համար է, եւ սա պարտանալու առիթ է, ես սրա մասին չէի խոսել, բայց շնորհակալություն, որ առիթ տվեցիք, փափուկ եւ կոշտ հատվածի մասին 5%-ը պարոն Խաչատրյան փափուկ հատվածն է 95%-ը կոշտը կամ ենթակառուցվածքները ընդ որում մինչև 5%, այսինքն կարող ենք ավելացնենք այն իմաստով մինչև ավելի շատ եթե արտաքին մարքեթինգային արշավների վրա ծախսենք ուրեմն ֆինանսական մասը ես արդեն ասեցի նախ նշեմ որ այդ մասով ֆինանսների նախարարությունն է բանակցում բանակցողը ֆինանսների նախարարությունն է ստորագրողը այդ մասով ֆինանսների նախարարությունն է կարծիք տվողը ֆինանսների նախարարությունն է եւ այդ մասով անկեղծորեն ձեր բոլոր հարցերը պետք է ֆինանսների նախարարությանը ուղղվեն մենք խնդիրն ենք ձևակերպել խնդրի դիմաց ստացել ենք հաստատում եւ վարկ եւ ֆինանսների նախարարության գործընկերները նշեցին որ այդ ձեր նշած տրամաբանությամբ հիմա 3%-ի շրջակայքում է եւ ինչու հրատապ ռեժիմով ոչ թե հրատապ այլ մի օր շուտ Արենիում շինարարություն սկսելու համար մի օր շուտ Դիլիջանում շինարարություն սկսելու համար մի օր շուտ Գյումրիում շինարարություն սկսելու համար ես չեմ կարծում որ դուք դժգոհ եք որ Գյումրիում Դվինում Ջերմուկում Եղեգիսում Արենիում, Գորիսում, Դիլիջանում մեկ օր շուտ շինարարություն սկսելու համար
առավոտյան ժամը 11-ին եկել եք հանձնաժողովի նիստի։ Ես կարծում եմ, որ դուք դժգոհ չեք, պարոն Խաչատրյան, եւ ուղղակի անհասկացվածություն կա այս հարցով մեր մեջ, եւ նաեւ երկրորդ կետն էլ կա, որ մինչև ապրիլի 29-ը ըստ էության վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սահմանվել, Սահմանադրական դատարանից ստացել ենք, որ նորմալ է ամեն ինչ, կարող ենք ներկայացնել ազգային ժողով, եկել ենք եւ հայցում ենք ազգային ժողովին մինչև ապրիլի 19-ը ընդունել եւ հետեւաբար մինչև ապրիլի 19-ը ընդունելու համար շատ կարեւոր է, որ հիմա անենք քննարկումները, որ մինչև այդ բոլոր պրոցեդուրաները ազգային ժողովը կարողանար պատշաճ մակարդակում իրականացնել։ Այսինքն սա է ամբողջ պատմությունը։ Խնդրեմ։ Չէ, պապան, ես ոչ թե ուզում եմ, որ մի օր, չեմ ուզում, որ մի օր շուտ սկսեք, ես հակառակ ասում եի 7 օր շուտ սկսեինք, որովհետև անցյալ շաբաթ երկուշաբթի մենք ունենք հերթական նիստ։ Եվ ես չեմ ասում ինչը խանգարեց, դա անենք։ Սահմանադրական դատարանից դեռ չենք ստացել։ Դե Սահմանադրական դատարանին ասեիք, Սահմանադրական դատարանի նախագահ, դու ինչու չես ուզում, որ մենք շարունակենք Դիլիջանի շինարարությունը, շարունակենք Գյումրիի շինարարությունը 5 օր, 7 օր առաջ։ Մյուսը, պապան, ազնիվ խոսք, ես չհասկացա ինչ եք ասում։ Եվ Տիկին Վարդանյան, դուք եք բանկում աշխատել, դուք եկել եք վարկ եք զեկուցում, վարկային համաձայնագիր, ներկայացնում եք կառավարության տարածքային համաչափ զարգացման ձեր տեսլականը, ենթադրում եմ, որ պետքա ձեր կողք կլներ նաև Խուդացյանը, բայց այդտեղ ասում եք գնա ֆինանսների նախարարին հարցնեք, կառավարությանն ասեք, թող ֆինանսների նախարարը լիներ զեկուցողը, ես չեմ ձեզ ներկայացնում։ 3% է։ Չէ, ես կոնկրետ ասում եմ ձեզ, 3%-ին 3.0%, այսօրվա որքան է կազմում, այսօրվա ինչը։ Եվ ինչից է դա կախված։ Այսինքն փոփոխական, եթե դա լողացող կուրս է, ես ուզում եմ հասկանամ։ Այսօր 3.05 կլինի։ Հասկացա, իսկ վաղը չեմ ուսորը, ես ուզում եմ հասկանամ, փոփոխական կուրսերը կծված են լինում։ Լիբոր, Եվրիբոր, չէ՞։ Ասեք, որն է փոփոխական լողացող կուրսը ինչ է, մի հատ հաստատունին, ինչ որ մի պահի Տիկին Վարդանյան, մի հատ հաստատունին, ինչ որ մի պահի, լավ, ամսի փետրվարի 9-ը առավոտ արդեն կեսօր 12:05-ի դրությամբ կազմում են ընդհանրեն Եվրիբորն այսքան, ինչքան կլինի վաղը, իմանայի միլիոնատեր կլինեի։ Բայց ես կոնկրետ ասում եմ, հաշվարկային դրույքաչափը որն է, այս հաշվարկային դրույքաչափը այսօրվա դրությամբ ինչ է, փոփոխական սպրեդը որն է, եւ երկրորդը 3.02 կետը ուր է, որ ես կարողանամ կարդամ։ Դե կարդացեք, չեք կարդացեք։ Պարոն Խաչատրյան, ընդհանուր պայմանների 3.02 բաժնի Ե կետը, ուրեմն ընդհանուր պայմաններ սահմանումներ վերջանում է 2.07-ով։ 3.01-ը հոդված 3 ծրագիրն է։ Եվ ելի մասը, պապան, իզնիսմին եղացեք, կառավարությունից նեղացեք, ասեք ֆինանսների նախարար, դու ես սա պատասխանատուն, արի։ Պարոն Խաչատրյան, որ այսքան ասիկ ես լավ բանը, ինչի չի ուղարկել Սահմանադրական դատարանի, ասեիք չեք ուզում բան, այսքան եք գովացիկ, վերջում գոնե կողմեք։ Չէ, որովհետև ոչ մի բանական մարդ չի գնա վարկ ներքին, առանցին համաչպտիկի Վարդանյան։ Պատկերացրեք դուք գնում եք, հիպոթեք եք վերցնում, ասում են այսօր հիպոթեկը 12% է, ինքը փոփոխական է, ինչքան կլինի վաղը, գնացեք մտածեք։ Աուլիքը քաղաքացիներ այդպես վերցնում։ Դե ապրեք, եւ ինչի չեն անում, իրանք գիտեն, որ Զուսան ես գալիս, հա կպած է ինչ-որ մի բան, բայց դա պետական քաղաքացին իրավ ռիսկն է։ Դուք հանրության համար ռիսկ եք ստեղծում։ Ես ընդհանրապես հարց եմ տալի։ Այսօր որն է փոփոխական սպրեդը, որն ինչ հաշվարկային տոկոսադրույք։ Ո՞ւս կարելի է գալ վարկ զեկուցել եւ ասել ֆինանսների նախարարն ասում է այսօր 3.05 է։ Պարոն Խաչատրյան, դու ճիշտ եք ասում, կա ֆիքսված տոկոս, գումարած փոփոխականներ։ Ես շատ հստակ ասում եմ, այսօր այդ ֆիքս գումարած փոփոխականը 3.05 է։ Վաղը կարող է դառնալ 3.04, կարող է դառնալ, պարոն Խաչատրյան, կարող է դառնալ 3.03։ Հիմա սա մեկ, երկրորդը կա մեր բանը, ուրեմն հոդված 1-ում գրված է վավերացնել Հայաստանի Հանրապետության վերակառուցման զարգացման բանկի մինչև զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագրի վարկային համաձայնագիրը։ Մնացած համաձայնագրից դուք կարդում եք այդ կետերում նշված է։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչի չեն Սահմանադրական դատարանին ասել շուտ արա, չենք կարող ազգային ժողովին շուտ անենք։ Մենք հիմա կարող ենք ազգային ժողովին խնդրել, ասենք վաղը նիստ անի եւ միանգամից սա հաստատի։
տեսականորեն շատ լավ, տեսականորեն կարող են, բայց իրավունքը օրենքը տալիս։ տեսեք, բայց չենք անում, ասում ենք կգա ընթացակարգով, բայց գոնե հանձնաժողովի նիստը կարող ենք մի փոքր ավելի արագ անել։ Ինչ վերաբերում է ֆինանսական բանակցություններին, մենք էկոնոմիկայի նախարարությունը իրավունք չունի, ես իրավունք չունեմ։ Դուք հիմա ինձնից պահանջում եք, որ ես անեմ մի բան, որի լիազորությունը ես չունեմ։ Ես կարող եմ անել բաներ, որի լիազորությունը միայն ունեմ։ Էկոնոմիկայի նախարարությունը վարկի տոկոսադրույք եւ նախարարը չի կարող բանակցել համաշխարհային բանկի հետ եւ չի բանակցում, պարոն Խաչատրյան, չի բանակցում։ Հետեւաբար դուք ինձ ակնկալում եք իմ լիազորությունների չարաշահում, ես դա չեմ անելու եւ ոչ էլ խոստանալու եմ, որ չարաշահելու եմ իմ լիազորությունները։ Կառավարությունում կա մարմին, իդեմս ֆինանսների նախարարության, ով գնում եւ բանակցում է եւ եթե դες պետք է տեղեկանք, ես դες խոստանում եմ, մենք դες մանրամասն այսօր տեղեկանք կտանք դրա մասին, այդ թվում նաև ֆինանսների նախարարության գործընկերների հետ բանակցությունների որոշ նրբություններ քննարկելով։ Շնորհակալություն։